Ուրեմն ժամանակագրորեն հաջորդ օրվան ենք հասել 23-ը այսպես մի քիչ շատ լայն կոնտեքստում, բայց ամփոփեցինք, հաջորդ իրադարձությունների այսպես շարքը տեղի ունեցավ ապրիլի 24-ին, որոնք տրամաբանական էին եւ ազգային տեսանկյունից եւ ապազգային տեսանկյունից։ Դրանք շարունակվում են։ Ապրիլի 24-ին էլի բազմահազարանոց երթ հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բայց որտեղ տեղի ունեցավ առաջ անգամ աննախադեպ բան։ Նախ հանրային հեռուստաընկերություն կոչվող ալիքը, դժվար է հիմա իրան կոչել հանրային, որովհետև հանրայինից այնտեղ ոչինչ չի մնացել, բայց այդ ալիքը, պետական մեր հարկերից ծնվող ալիքը հեռարձակումը երկու այսպես բացառիկ վատ իմաստով բաներ արել հեռարձակման մեջ։ Առաջինը, որ հեռարձակումը ընդհատեց ժամը 1-ին, մինչդեռ միշտ առավոտից երեկո դա գնում էր ոնց որ պետական հեռուստատեսության փաստացի այս հեռարձակում էր անդադար մարդիկ նայում են, տեսնում են այդ հազարավորների, միլիոնների կարող ենք ասել հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուղիղ միացումներ, մենք էլ տարիներ ի վեր անընդհատ գնում էինք, այդ օրը հիշում եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում հարցազրույցներ էինք տալիս, անդրադարձեր էինք անում եւ այլն։ Այս տարի դա չկար։ Դա շատ սահմանափակ թվով էր արված, շատ հակիրճ, ընդ որում այդտեղ էլ հարցեր կան, այնտեղ ում էին կանչել որպես փորձագետ, այսպես կոչված, հա, եւ ինչեր էին այնտեղ խոսում։ Եվ երկրորդը, այն պահին, երբ որ պետք է հուշահամալիրի տարածք մտներ Վեհապար Հայրապետը, ամենահայոց կաթողիկոսը, Գարեգին Վեհապարի մուտքից առաջ մինչև տեսել եք կադրերը, որտեղ գալիս է իրենից առաջ հոգևորականների կողմից բերվում է սրբադասվածների, զոհերի, մասունքների այդ ուրեմն մասունքատուփը, հենց այդ պահին, որ պետք է արդեն մասունքատուփը մտնի հուշահամալիրի տարածք, հանրային հեռուստաընկերությունը կադրը անմիջապես փոխում է, միանում է ինչ-որ մի հատ անհայտ տղա, ու ասում բարև ձեզ, ես ուղիղ եթեր եմ վարում, ու այդպես էլ ցույց չեն տալիս Վեհապար Հայրապետին։ Եվ դրան գումարում է երկրորդ բանը, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի պաշտոնական Facebook-յան էջը տեղադրում է լուսանկար, որտեղ երևում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ոնց են այցելում Ծիծեռնակաբերդ եւ Վեհապար Հայրապետը։ Մի քանի ժամ անց Վեհապար Հայրապետի այցելության մասին լուսանկարների այդ խումբը ուղղակի հեռացվում է էջից։ Իսկ Ցեղասպանության թանգարանի նոր օկուպացիոն ռեժիմի ղեկավարը, ժամանակավոր պաշտոնակատար ինչ-որ մի հատ անհայտ մարդ, ցեղասպանագետների համար առնվազն դիվանագետ է։ Հա, ինքը ասում է, որ մեր մոտ տենց ավանդույթ երբեք չի եղել, մենք միայն դնում ենք պետական այրերին եւ մեր միջոցառումների բաներ, այսինքն իհարկե ստում, հա, եւ ուրեմն փաստացի են ջնջում են դիվանագետ, ես իրեն չեմ ճանաչում, կարծեմ չեմ ճանաչում։ Ինքը լինելով դիվանագետ շատ լավ գիտի պետական արարողակարգի նյուանսները, որ Վեհապար Հայրապետի այցը նույնպես պետական արարողակարգի մի մաս է եւ Հայաստանը որպես քրիստոնյա երկիր բնական է, որ Վեհապար Հայրապետի այցը աղոթքը Ծիծեռնակաբերդում պետք է հեռարձակի եւ հանրային հեռուստաընկերությունը դա ՔՊ-ի ալիքը չէ։ Դա Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ։ Իսկ շատերս գիտենք, ու շատերս չէ, բոլորս գիտենք, որ Վեհապար Հայրապետը ում թշնամին է, Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի։ Իրենց հայտարարած թշնամին է, այո։ Հայտարարած, ընդունած, չգիտեմ, պարտադրված։ Ինքը ոչ ոքի թշնամին։ Դե Վեհապար Հայրապետը քրիստոնյա է։ Ընդհակառակը այդքանից հետո ներողամիտ է, երևի միայն ինքը կարող է այդպես ներողամիտ լինել, որովհետեւ միայն ինքն է Վեհապար։ Այո։ Եւ շատ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի թշնամին է, Գարեգին երկրորդը, չգիտես ինչի դեմոնիզացրել են եւ ինչ-որ պայքարում են։ Այն օրը, երբ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտի եկեղեցին պայթեցին, հենց նույն օրը Նիկոլ Փաշինյանը խոսում էր Էջմիածնի մասին, որ պետք է գնալ, մաքրել, չգիտեմ, մաքրագործել եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա հանրային հեռուստաընկերությունը սրանով ինչ է ցույց տալիս, որ ինքը ցավոք սրտի ենթարկվում է ժամանակի իշխանություններին եւ անգամ այդ տեխնիկական հարցը այնքան մանրախնդիր են, այնքան մանր են մտածում, որ ասենք թե Վեհապար Հայրապետի այցը ցույց տայք եւ իր աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշամարում ինչ էր լինելու դրանից, ինչ էր պատահելու ձեզ, չնայած այդ Ցեղասպանության թանգարանի Facebook-յան էջում նկարից հետո այսօր մամուլով եմ կարդացել, որ երկու աշխատակցի ազատել են պաշտոնից, ինչ մամուլի հրապարակման հիման վրա եմ ասում եւ այլն։ Դուք չեք ամաչում,
Դուք ինքներդ ձեզ, որ հայելու մեջ նայում եք, ձեր արարքներից չեք ամաչում, չեք պատկերացնում, որ ինչ որ մի տեմպի մեջ եք մտել, ինչ որ մի իրավիճակի մեջ եք մտել, որը հաստատ ճիշտ չի։ Ոչ մի իմաստով ճիշտ չի։ Նույնիսկ ձեր հռչակած ժողովրդավարական, բազմակարծության իմաստով ճիշտ չի։ Միայն լավ դա վերցնենք, այն քրիստոնեական, բարոյական, պետականնակ, բետ եւ այլն դրանք թողենք մի կողմ։ Դուք հռչակել եք բազմակարծություն, ժողովրդավարություն եւ այլն, իշխող կուսակցություն եւ նրա համակիրներ։ Դուք եք չի հռչակել։ Բա դուք տարիներով ասում եք մենք պայքարել ենք այս ամեն ինչի համար։ Հələ մի հատ ձեր անցյալը հիշեք որպես ակտիվիստներ, ինչեր եք անում, բա չեք ամաչում, բոլորդ լռում եք։ Գոնե դուք մի քանիսդ կանգնեք, ասեք, պարոն մեծարգո ձեզ համար Փաշինյան, մի արա այսպիսի բաներ։ Թե դուք լրիվ խզել եք ձեր կապերը նաև ժողովրդավարության եւ մյուսի եւ այլնի հետ։ Բայց այստեղ արժան ես բացի այս դրվագներից, Ծիծեռնակաբերդի վեհապարի այցի եւ այլնի, ես անպայմանորեն, չգիտեմ, մի քիչ ինքը պատմագիտական թեմա է, բայց ես անպայմանորեն ուզում եմ այդ մասին անդրադառնամ, հա, այդ ուղերձում այդ խնդիրը եւ ոչ միայն ուղերձում, Փաշինյանի ուղերձում, այլև ընդհանրապես խոսվում է։ Հիմա գիտես ինչքան մտածում ես տարբեր պատմագիտական թեզերի մասին, երբեմն բախվում ես մի իրողության հետ, որ այդ թեզերը տարիներով կրկնվել են, բայց այդ թեզերը կրկնվելուց բացի, այսպես միգուցե այտենց ինչ որ ռևիզիայի կամ մի քիչ այլ դիտանկյունից այսպես վերլուծման չեն ենթարկվում։ Հիմա այդ մի թեզի մասին եմ ուզում խոսել։ Նա ինչ են ասում են հայոց ցեղասպանությունը պատճառ է նաև այն ամենի, որ հայերը դարձան միջազգային քաղաքականության Ես հիմա բառացի մեջ բերեմ, քիչ առաջ հենց այդ հատվածն էի ընդգծում։ Ուրեմն խոսքը դե ֆակտո վարչապետի պաշտոնական ուղերձի դրվագների մասին է։ Այստեղ ինքը հղում է կատարում միջելուց իբր գիտական այսպես բանի։ Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում նշում է դե ֆակտո վարչապետը հիմնավոր կերպով արձանագրված է, որ մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 15 թվականին։ Մեր ժողովրդի մեծագույն փափագը իրականացված է եւ պետություն ու խաղաղություն են երաշխիքը, որ այս ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ առաջ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված ուրեմն տարածքից դուրս, այս տարածքը փոքր չէ եւ ուրեմն եթե մենք դա չփնտրենք այլ տեղում, մենք այլևս չենք դառնա խարդավանքի զոհ։ Ես ուզում եմ 3 դիտանկյունից հարցը դիտել։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ Փաշինյանը ասում է, որ ինքը ընթերցում է ակադեմիական այդ հայոց պատմության հատորյակները, իդեպ ասեմ, այդտեղ ես էլ եմ համահեղինակ։ Չգիտեմ իմ գրած գլխին հասել է թե չի հասել։ Այնուամենայնիվ, այսպիսի մի հանգամանք։ Նախ իրեն ասեմ, որ գիտության մեջ, պատմագիտության մեջ մի գիրք կարդալով վերջնական կարծիք չես կարող կազմել։ Մի գրքում մի բան է գրված, այն մյուս գրքերում այլ բան, այսինքն գիտությունը ինքը բանավեճային հարթակ է։ Հիմա հասկացանք ակադեմիական հրատարակություն է։ Դա կոնտեքստից կտրված է, մեջ վերում։ Բայց մի րոպե։ Հիմա կամ առաջին դիտարկմանս, որ ասում է միջազգային խարդավանքների զոհ դարձան։ Այլոց թվում։ Լավ, այլոց թվում, այսինքն այլ հանգամանքների թվում։ Հենց այդ է, ինքը նրանք շատ լավ, հիմա այդ հանգամանքն է, չէ՞ ինքը ֆիքսում։ Շատ լավ, հիմա եկեք մի հատ հասկանանք, որպեսզի մեր հանրությունն էլ էլի այս ամեն ինչը դիտարկի։ Օսմանյան կայսրությունը ինչպիսի պետություն էր 19-րդ դարի, էդի ասած շրջանում, հա, երկրորդ կեսին։ Ուրեմն ըստ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրոսյանի տեսության եւ հիմնավոր աշխատության, Օսմանյան կայսրությունը ցեղասպան պետություն էր։ Դա ասում է ակադեմիկոս Սաֆրոսյանը հիմնավորելով։ Որը դերած հանրային խորհրդի անդամ է կարծում։ Ցեղասպան մտածողության պետություն է, որը ցեղասպանությունը դիտարկում էր որպես հնարավոր մեթոդ տարատեսակ հարցեր լուծելու եւ այդ մեթոդը որպես գործիքակազմ դրել էր իր քաղաքականության հիմքում եւ առաջինը այդ գործիքակազմը պրակտիկայում կիրառեց բուլղարների հանդեպ 1875 թվականին ցեղասպանություն
հայերի հանդեպ, հույների հանդեպ եւ այլ։ Քրիստոնյա արաբների, Այսինքն Օսմանյան կայսրությունը ցեղասպան պետություն էր եւ իր քաղաքացիների հանդեպ կիրառում էր ցեղասպանություն հայերի, հույների, ասորիների, բուլղարների եւ մյուսների հանդեպ։ Այդ ժողովուրդները ինչ պետք է անեին, որպեսզի իրենց կյանքը փրկեին, կյանքը զուտ ապրելու իրավունքը, որ Փաշինյան's մեջ է ժողովրդավարություն, չգիտեմ, խոսքի ազատություն։ Այդ հայերը խոսքի ազատություն չէ, ապրելու իրավունքը ոնց պետք է պաշտպանեին Օսմանյան կայսրությունում, կամ պետք է ձուլվեին, մոռանային հայությունը, թուրքանային, իսլամանային, կամ պետք է ընդվզեին, պայքարեին։ Չէ՞ որ Փաշինյանը ընդունում է ընդվզելու ապստամբության, հեղափոխության իրավունքը։ Օսմանյան կայսրության հայերը հարկահավաքները գալիս էին ամեն ինչ խլում էին։ Գալիս էին, մտնում էին իրենց տուն, իրենց կանանց աղջիկներին առևանգում էին։ Մտնում էին տունը, վառում էին, թալանում էին, իրենց սպանում էին։ Այդ հայերը ինչ անեին։ Ինչ պետք է անեին։ Փախնեին, ընդվզեին, պայքարեին, չէ՞։ Բա ինչի ծագեց ֆիդայական շարժումը։ Աղբյուր Սերոփը, Գևորգ Չավուշը, Անդրանիկը ինչի անգամից որոշեցին բարձրանալ սարերը պայքարել։ Հենց ոչ մի բան չէր եղել Օսմանյան կայսրությունը շատ լավն էր, իրենք էլ որոշեցին ինչ որ պայքարել անելանելիությունից դրդված։ Հետևաբար եւ այս կոնտեքստում Օսմանյան կայսրության հայերի խնդիրները այլոք, այլ պետություններ, նաեւ եվրոպական իր համար շատ մտերիմ պետություններ, ասենք Մակրոնի երկիրը, հա, այսպես ասեմ, Թրամփի երկիրը եւ մյուսները ասեցին դե մենք էլ այսպեսի խնդիր կա, միջամտենք այլ քաղաքական տեսանկյունից իրենց շահերը առաջ տանելով։ Այդ ինչպես էր, որ մինչև 2018 թվականը եվրոպական երկրները Հայաստանում ինչ որ մի հատ ճնշում էր լինում, անմիջապես արձագանքում էին։ Պյոտր Սվիտալսկին, ասենք, մի հատ ճանճ էր տզում ընդդիմադիր կուսակցության գրասենյակում, Պյոտր Սվիտալսկին արձագանքում էր Եվրամիության դեսպանը Հայաստանում, որը 2018-ի այդ իշխանափոխության ընթացքում շատ կարևոր դերակատարում ունի ըստ տարբեր աղբյուրների, իր գրքերի։ Հիմա այն ժամանակվա Պյոտր Սվիտալսկիներն էլ կարող էին արձագանքել, ասել Օսմանյան կայսրությունում հայերին սպանում են։ Շատ բնական է, բայց հայերը չեն մեղավոր, որ այլոք փորձել են միջամտել Օսմանյան կայսրության գործերին, մեկ, եւ հայերը չեն մեղավոր, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպան քաղաքականություն է որդեգրել։ Հայերը իրենց խնդիրն ունեին, իրենց խնդիրը ապրելն էր։ Իրենց խնդիրը իրենց ֆիզիկական գոյությունը, սրբությունները պաշտպանելն էր, իրենց կրոնը, իրենց արժեքները պաշտպանելն էր։ Հայերը այդ խնդիրն ունեին, հայերը ոչ համաշխարհային քաղաքականության հետ գործ ունեին, ոչ եվրոպական երկրների, երբ որ եվրոպական երկրները մայիսի սկզբին գան այստեղ ինչա կոչվում այդ իրենց համաժողովին, թող հարցնեն, բայց եվրոպական երկիրներն էին այն ժամանակ 19-րդ դարի երկրորդ կեսին հայերի խնդիրները բարձրաձայնում։ Այդ իրենք էին այդ Փաշինյանի ասած խարդավանքները անում, այդ թող ասի Սվիտալսկի, Մակրոն եւ մյուսներ, ինչ էիք ձեր նախորդներին չէին խարդավանքներ անում, խառնում հայերին։ Եվ այս ամեն այսինքն մեղադրել հայերին, որ իրենց ապրելու իրավունքի համար կարող էին դաշնակիցներ փնտրել Ռուսաստանի, իդեմս Մեծ Բրիտանիայի, իդեմս Ֆրանսիայի, դա գիտեք ինչ։ Դե հիմա դա ավելի է, քան բան, դա սխալ է։ Դա գիտեք, այդ հիմա փաստացի այդ նույն ձևա չէ արդարացվում Արցախի հանձնումը։ Ասում Արցախի հանձնման պատճառը այն է, որ մարդիկ փաստորեն գնացել են ուրիշ պետության տարածքում զրցել են պետությունը։ Չէ, հիմա նայ, Վարուժան, ես դրան եմ գալիս։ Այսինքն հաջորդը ինչ է այստեղից բխում, որ հայերը ասում են, այս պայքարի արդյունքում հասկանում են, որ հնարավոր չէ Օսմանյան կայսրության մեջ ապրել, ուրեմն ձգտում են անկախության։ Այսինքն հայերի անկախության ձգտման վերազարթոնքը սկսվում է այն ժամանակ, երբ իրենք հասկանում են Օսմանյան կայսրության մեջ ապրելու անհնարինությունը։ Հիմա զուգահեռ տանենք Արցախյան շարժման հետ։ Ադրբեջանի կազմում ապրող հայերը երբ հասկացան անհնարինությունը Ադրբեջանի կազմում ապրելու, երբ որ սկսվեցին հալածանքներ, Սումգայիթ, Նախիջևանը հայաթափվեց եւ այլն, հասկացան, որ չի լինի,
Նախիջևանի պես կամ պիտի հայաթափվի, կամ կոտորվելու են եւ այլ։ Դրա համար ինչ ասացին, մարդու իրանք ասում են, թողեք ինքնորոշվենք, չենք կարում այս պետության մեջ ապրենք, կոտորում են մեզ, ֆիզիկապես մեզ ոչնչացնում։ Նույնն է այնտեղ, նույնն է Օսմանյան կայսրությունում։ Հետևաբար, վերջացնեմ այս բանը։ Երկու շեշտադրումով ավարտեմ, հա, հարցս։ Առաջինը, հայերի ընդվզումը Օսմանյան կայսրությունում հանուն իրենց նաեւ այսպես ապրելու իրավունքի, դա անկախության ձգտման, ընդհատված հայկական պետականության հիշողության վերազարթոնքներ եւ ըստ էության մեր անկախության սկիզբն էր։ Այո։ Եվ ինչպես անկախությունը տրվում տարբեր ազգերի բարդ զողողությունների եւ այլնի գնով։ Այ մեր այդ ամեն ինչը այսօր որ կա անկախ Հայաստան, սկսվել է այն ժամանակ։ Եվ երկրորդ հանգամանքը այս նույն կոնտեքստում բա սովետական միությունից ինչ էիք ուզում անկախանալ։ Սովետական միության դեմ ինչ էիք պայքարում։ Հա, սովետական միությունն էլ ասում էր դե լավ, ոչինչ, բայց բաները թողեք, ապրեք իրար հետ եւ այլն։ Ինչի հայ ժողովուրդը ընդվզեց 88-ից սկսած եւ ինչի ի վերջո հասավ անկախության, որովհետեւ ապրելու պայմանները եւ չգիտեմ իրենց ցանկությունները այդ պետության մոտեցումների հետ այլևս անհամատեղելի էին։ Հետեւաբար այն, որ կրծքանշանը դնում եք Հայաստանի սահմանները, վա քարտեզով, այդ ամեն ինչը ծնվել է այս մտածողության արդյունքում։ Ուրեմն եթե դուք դատապարտում եք, ասում եք, թուրքերը մեղավորը փաստորեն հայերն են ու օտար երկրներ, որոնք դարձել են խարդավանքներ են արել։ Այսինքն հիմա այդ գրքում չգիտեմ ինչպես է գրած, ձևակերպումը սխալ է, հայերը մեղավոր չեն երկու հարցում, որ Օսմանյան կայսրություն ցեղասպան պետություն էր, որ եվրոպական երկրները փորձում էին միջամտել Օսմանյան կայսրության ներքին գործերին հանուն իրենց շահերի, ոչ թե հանուն հայերի։ Դե չմոռանանք, որ նաև մեջբերումը մենք վստահ չենք, որ ճիշտ է արված հաշվի առնելով նաև փորձառությունը, նույն սույն տեղերի հեղինակի տարբեր տեքստեր, տարբեր ձևով մատուցել, կոնտեքստից կտրված,